Ընդամենը 2 տարի առաջ էր, որ դեռ նախախորհրդարան իր կալորձարշավը սկսեց հենց այստեղից Գյումրիից եւ պատահական չէ, որ սկսեց հենց Գյումրիից։ Մենք գիտենք Գյումրին ինչ մեր համար բոլորի համար ինչ հոգևոր կարևոր կենտրոն է եղել մեր ամբողջ պատմության ընթացքում։ 2 տարի առաջ մենք այստեղ այս հարթակից խոստացանք, որ ամեն ինչ կորած չի, իսկ եթե հիշում եք 2 տարի առաջ էր, որ վերջացան նախագահական ընտրությունները եւ մեր բոլորի համար կյանքն արդեն գրեթե ավարտված էր թվում։ Համենայն դեպս գոնե քաղաքական դաշտում։ Բոլորս մի տեսակ հույսներս կորցրել էինք երբևէ լավ երկիր, ժողովրդական երկիր ունենալու հեռանկարից։ 2 տարի առաջ էր այստեղ, որ մենք խոստացանք, որ ժողովուրդ ամեն ինչ կորած չի։ Կա տարբերակ, որի արդյունքում կարիք չկա սպասել մինչև 18 թվական հերթական կանխատեսելի խայտառակ ընտրություններ։ Կարիք չկա հույսներդ կտրել, իսկ ճանապարհը այլընտրանքային կառավարման մարմիններ ձևավորել եւ այլընտրանքային ընտրություններ անցկացնելու մեջ է։ Շատերիս համար այդ թվում էր շատ երկար եւ անհնարին process։ Անցավ 2 տարի եւ նախախորհրդարանը կատարեց իր խոստումը։ Ստեղծեց խոստացած հայեցակարգը երկրի ապագա կառավարման համար եւ այդ իրագործելու համար ստեղծեց հիմնադիր խորհրդարանը, որ այսօր այստեղ է իր համարյա ամբողջ կազմով։ Ճիշտ ասած, ես այլ ելույթ էի պատրաստել դեռ մտքում ճանապարհին, բայց լսելով այս երաժշտությունը, մանավանդ Սարդարապատը, հասկացա, որ չկա խոսք, որ կարող է ավելի բնորոշել մեր իրավիճակը, քան այս երաժշտություններ։ Տագնապալի է վիճակը, ես կասեի օրասական։ Ես տեսա, թե մենք ասելով այստեղ հավաքվածներով, գյումրեցիներով ինչպես արձագանքեցինք հունվարի 14-ին, 15-ին եւ ոտնահարեցին մեր արժանապատվությունը, մեր անվտանգությունը եւ մենք դիմում էինք այստեղ հավաքվածներից վստահ եմ շատերն էին այդտեղ մարզպետարան, դատախազություն եւ արդյունքում ինչու համոզվեցինք, որ չունենք մենք պետություն։ Մենք գիտեինք դրա մասին, բայց երբևէ այդքան մոտիկ մեր մաշկի վրա չէինք զգացել այդ հանգամանքը։ Այս պետություն չունենալու հանգամանքն է, որ կարող է մեզ բերել այս վիճակին։ Կարող է ոմը մեկը մտնել մի ամբողջ ընտանիք գնդակահարել եւ մնալ անպատիժ։ Իսկ ոստիկանական ուժերը, որոնք բերվել էին քաղաք, բերվել էին ոչ թե նրա համար, որ ոչրագործին իրենց հայրենիքում բերման ենթարկեին, այ պատժեին եւ սանձահարեին այն մարդկանց, այն խմբին, որը որ իր արժանապատվության թելադրանքով դուրս էր եկել հայտարարելու, որ ես եմ այս երկրի տերը եւ դուք իմ հետ պետք է հաշվի նստեք, իմ երկրում պետք է աշխատեն իմ օրենքները եւ ոչ ոք չի կարող անպատիժ իմ երկրում գնդակարել մի ամբողջ ընտանիք։ Մենք բոլորս հիշում ենք ինչով այդ ավարտվեց։ Փաստորեն պետություն այսպես կոչվածը իր ռեսուրսները փոխանակ օգտագործեր եւ կիրառեց սահմանադրության կարգի պահպանմանը, կիրառեց սեփական ժողովրդին զսպելու, կոտրելու, հերթական հիասթափության մեջ գցելու համար։ Եվս մի փաստ, որ մենք չունենք պետություն։ Եվս մի փաստ, որի բերում է մեզ այն անհրաժեշտությանը, որի մասին մենք խոսում ենք 2 տարի առաջ։ Մենք պետք է ունենանք այլընտրանքային կառավարման մարմիններ եւ այլընտրանքային ընտրությունների միջոցով այդ մարմինը, որ այսօր այստեղ է հիմնադիր խորհրդարանը, պետք է գա իշխանության։ Իսկ այդ ընթացքի ինչքան ցավոտ կլինի, թե ինչքան սահուն կլինի, դա արդեն իշխանությունների ընտրության հարցն է։ Ինչքան երկար կդիմադրեն նրանք, կգնան բռնությունների, թե ինքնակամ կհանձնվեն, դա իրենց որոշումն է, բայց որ մենք բոլորս այստեղ հավաքվածներս եւ հարյուրազարավոր մեր հայրենակիցները այլընտրանք չունեն, դա ակնհայտ է։ Մեկ ճանապարհ են թողել մեզ, հասնել իշխանափոխության
ժողովրդի ուժի կամքի վճռականության պարտադրմամբ խաղաղ թե պարտազանքի եղանակով դա արդեն բոլորովին այլ խոսակցություն է, բայց ուրիշ ճանապարհ մենք այլևս չունենք։ Այս եւ այլ հարցերի մասին այսօր կխոսեն մեր բանախոսները։ Առաջինը ես ուզում եմ այստեղ հրավիրել Գյումրեցի մեր աջակից աշխարհագրագետ Վարազդատ Մանուկյանին։ Վերադարձնի ժողովրդին, որ ժողովուրդը իշխող լինի, ոչ մի խումբ մարդիկ պետք է լինեն ժողովրդի ծառաները, ոչ թե ժողովրդի կեղեքողները։ Ես խոսքս ուզում եմ ավարտել, ես որպես երիտասարդ կոչ եմ անում, հատկապես երիտասարդներին, լծվել այս գործին, վերադարձնել իշխանությունը ժողովրդին, դա նրանով մենք ապահովել ենք մեր երեխաների անվտանգ ապագա, այլապես այն խնդիրները, որ ունենք մենք, կունենան և մեր երեխեքը, և մեր թոռները։ Բացառելու համար մենք պետք է պարտավոր ենք լծվել այս գործին։ Խոսքս ուզում եմ ավարտել Ժիրայր Սեֆիլյանի խոսքով։ Եթե զողություններ չենք անելու մեծ տունը պահելու համար, փոքր տունը անիմաստ է պաշտպանել։ Շնորհակալություն։ Ուղղված մեր երիտասարդներին, մասնավորապես գյումրեցի երիտասարդներին ես արդեն տեսել եմ գործի մեջ, հիացած եմ, ես վստահ եմ, որ օրասական պահին, որ այդքան հեռու չէ, սադերի ետևում չէ, իսկ մենք արդեն կոչ ենք արել, որ մոբիլիզացումը սկսում ենք ապրիլի 24-ին խաղաղ հավաքով, այնուհետև թե դա ինչ ընթացք կունենա, ցույց կտա ժամանակը։ Եվ մենք նորից կոչ ենք անում բոլոր երիտասարդներին համախմբվել, որովհետև մենք վստահ ենք, որ հին մեթոդներով, հին դեմքերով ոչ մի արմատական փոփոխությունների հնարավոր չի հասնել։ Մեզ պետք է նոր եռանդով, նոր մոտեցումներով մաքուր, ինտելեկտուալ, կիրթ երիտասարդներ։ Մենք նորից կոչ ենք անում այդ բոլոր երիտասարդներին միանալ այն երիտասարդների բանակին, որոնք արդեն միացել են նոր երկրի կերտման գործում։ Հաջորդ գյումրեցի մեր աջակից, որ ուզում եմ այստեղ հրավիրել, պատմաբան Սևակ Խաչատրյան։ Ամբոստացավ։ Մենք չունեցանք տարական էլեմենտար նույնիսկ նախագահի մագարտակով մի հատ ցավակցական խոսք։ Այս ժողովուրդը այնքան անտեսված էր, որ մեծ ձևի մտից հայրույթ արդահայտ էր, այդ ձևի արդահայտվավ։ Ու մեր փառապանց արդարադատությունը իր ուժեղ կողմերը ցույց տվեց, տղամարդավարի խոսք էլ տվին, տղամարդավարի մեր նորմալ տեղեկին է տարան, բերեցին էլ, այդ էր մեր արդարադատությունը, այդ էր մեր երկրի ներկա վիճակը։ Հոգևոր թեմում, ընդամենը Աջաբայանի խոսքը լսեցինք, որ լենագանցի երևանցի զադեց, ամենացավոտ, ամենախոցելի տեղին խփեց մեր ժողովրդի։ Չհասկանալով հանդերձ, որ մեր ժողովրդի միասնությունը մեկ բռունցքի մեջ է, հայակենտրոնության մեջ է։ Սրանով ջուր լծելով օդարի ջրաղացին, որ հեշտ է հային մասնատելը, սակայն մենք ամեն օր մեր գործով, մեր քայլերով պետք է ապացուցենք, որ մենք միահամուռ ենք, մենք Հայաստանակենտրոն ենք, մենք հայակենտրոն շարժում ենք ի վերջո։ Սա պետք է հասկանանք։ Իսկ ինչ վերաբերում է հունվարյան դեպքերին, 2 ամիս սկզբից արդեն տեսան որ բանդուս չի գա, խոստացան 2 ամիս հետո բացահայտել, այդ 2 ամիսն է անցավ, չէ՞ ինչքան հասկացանք։ Այդ էլ անցավ։ Դորեք սպասենք արդարադատությանը մինչև վերջ տեսնենք ինչ դուրս կգա։ Բայց այս տեմպերով որ էստա չեմ կարծում որ ինչ որ իրական, այո իհարկե իրական մեղավորին դժվար է բացահայտելը։ Երևի մենք խնդիր էլ չունենք իրական մեղավորին բացահայտելու մասին գտնելը, ավելի շատ մեր վիրավորանքը կայանում էր նրանում, որ ընդհանրապես չէր գործում պետական համակարգը։ Ոչ պետական, ոչ իշխանական, ոչ ոստիկանական, առավել ևս ոչ եկեղեցական։ Քաղաքային, մարզային իշխանություններ, եթե հիշում եք, այդ օրերին մենք չունենք։ Եթե գրածով կար, բայց իրականում չկար։
Սիկ է ժողովրդի զարույթի պատճառը։ Ու այս իշխանությանը մենք այլևս վստահելու ոչ մի առիթ, նպատակ, առավել ևս վստահության ոչ մի քվե ժամանակին չենք էլ տվե։ Չենք էլ տվե, երևի պետուղների ընթացքում խաղում ենք։ Երբ որ նախագահ կոչվածը եկավ ժամանակին ցինիկաբար իհարկե հայտարարեց թե ինչքան ուզում ենք այդ կանը կխփենք, իմ կարծիքով հենց այդ նույն վենդետան է, այդ իտալական մաֆիոզի իր կեցվածքն է, պատժում է, Գյումրուն ամեն օր պատժում է, Շիրակի մարզին ամեն օր պատժում է։ Ես չգիտեմ, դե վարկերը քիչ կան, դոտացիաները քիչ կան, մեր երեխեքին ծանր տեղեր կտանին բանակ, սա պրոբլեմներ բոլորս էլ գիտենք, բոլորս էլ բարձրաձայնում ենք եւ ակնկալում ենք նորմալ հայեցի մարտավարի իշխանություն։ Մեր խնդրանքն է, մեր պահանջն է ներկա շարժմանը տեր կանգնել մեր ժողովրդին, ավելորդ ինչ որ խոհափիլիսոփայական բաներ այստեղ ասելու չենք պատրաստում։ Մենք աշխատավոր ժողովուրդ, մենք ժամանակին սովետական միության գիգանտ տեքստիլ արդյունաբերություն ունեցող քաղաք, այսօր թշվառ վիճակով կապրենք, որը մեզի ոչ հարիր է, ոչ սազական։ Այս քաղաքը Կրնարյանի արժանապատվության դարբնոց, բայց դարձել է թշվառության դարբնոց։ Այս քաղաքը Կրնարյանի, ես չգիտեմ, մոդայի ամենալավ բաների դարբնոցն ու կերտողը, բայց այսօր մեր իշխանությունները այս օրին են մեզի հարցրել։ Ցանկացած սոցիալական, չգիտեմ, քաղաքական բնույթի զայրույթ գալիս է մեր թշվառության այս հասցրած վիճակից։ Մենք հավատով կանգնած ենք Ջիրայր Սեփիլյանի գլխավորած 100-ամյակ առանց ռեժիմի շարժման կողքը, հիմնադիր խորհրդարանին լիովին վստահում ենք եւ այս քիչ մասը թող ոչ ոքի չհուսախապի, չհուսաբեկի։ Գաղափարակիրներ են, ես վստահ եմ որ գաղափարակիրներ են այստեղ հավաքված եւ բազում հազարներ մոնիտորի կողմից լսում են մեզ, տելևիզորից գնային, բան չկա։ Կարող է ժամանակը գա այդ տելևիզորի այն կողմից նայողը շարժման ավելի լավ արի, քան թե հիմա մենք ենք կայնա, ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ մեր պահանջն է օր առաջ ստափի մեր իշխանությունը, օր առաջ կամ վարյան առաջ իր շահերից բխելով, եթե չի ստափի, միևնույն է, ստափեցնողը կա։ Շնորհակալություն, այսքանն էր։ Ես ինտերնետում կարդացի, որ Գյումրիում պատրաստվում է ավտոերթ։ Միանգամից որոշեցի իմ ընկերների հետ գալ արձագանքել ավտոերթին, որ կազմակերպիչները հանկարծ քանակի եւ փորձի պակասի առումով չձախողեն ավտոերթը։ Իմ զարմանքը շատ մեծ էր, երբ որ հասնելով Գյումրի, ես տեսա ինքնակազմակերպված ժողովուրդ, հարյուրավոր մեքենաներ, վճռական կամք, եւ այդտեղ մենք հասկացանք, որ մեր տասնյակ ավտոերթերի փորձով մենք համարյա անելու բան չունենք Գյումրիում։ Սա ընդամենը ասեցի նրա համար, որ երբեք քանակական առումով թող չկասկածեն, որ պատրաստական մարդիկ, որոնք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում են լինելու, դա կա, գոյություն ունի։ Հիմա լսում եմ այս ռադիոյով, ինտերնետով, թե վաղը կնայի հեռուստացույցով, դա էական չի։ Կա այդ ժողովուրդը, կա այդ ցանկությունը երկիր ունենալու, կա դրա պատմական անհրաժեշտությունը եւ կա դրա գիտակցությունը, շատ խորը գիտակցությունը։ Մենք կարիք չունենք իրար ապացուցելու, որ մենք պատրաստ ենք դրան։ Հաջորդ բանախոսը հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուկասյան։ Բարև ձեզ։ Սիրելի գյումրեցիներ, մենք ճանապարհին գալուց արդեն զգում էինք գարնան շունչը, որը Գյումրիում դեռ ցրտոտ է, գարունը դեռ այնպես չի եկել ինչպես Երևանում եւ Արարատյան դաշտում, Շիրակի դաշտավայրը իր խստությամբ դեռ շարունակում է սառնաշունչ լինել, բայց ուզում եմ ասել, որ մեր սրտի ջերմությունը մենք բերել ենք Երևանից, մի նպատակով ենք հավաքել այստեղ, որ ասենք, որ բոլոր խոսքերի ժամանակը վերջանում է, գալիս է գործելու ժամանակը, որտեղ մեր ժողովուրդը ամեն տեսակ խոսք լսեց, ամեն տեսակ արժեքազրկված զգացում ունեցավ այդ խոսքերից, սննկացվեց բոլոր հնարավոր ու անհնար կուսակցություններով
դատարկվեց իր գրպանները, դատարկվեց երկիրը, ասվեց այսօր, որ մենք պիտի 4 միլիոնանոց բնակչություն ունեինք անկախության սկզբում, հիմա 2 միլիոն ունենք, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այդ 4 միլիոնը պիտի 6 միլիոն լիներ, առնվազն 5.5 միլիոն պիտի լիներ, Գյումրին այսօր պիտի լծված քաղաք լիներ, անգամ այդ արհավիրքը, որ պատահեց Գյումրուն, միևնույն է, Գյումրեցու ոգին, որը կար արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին, չպիտի այս վիճակում հայտնվեր։ Այսօր մենք տեսնում ենք, որ վերջի տարիների այս գահավիժող ընթացքը, իսկ այդ գահավիժող ընթացքը, եթե բոլորս մեր վրա զգացել ենք, երբեմն արժի հետ դառնալ թվերով նայել, տեսնել, թե ուր ենք, ուր ինչ թվերի մակարդակով ենք գահավիժում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, 8 թվականին մեր պարտքը, ամբողջ երկրի պարտքը կազմում էր մեր համախառն ապրանքի ընդամենը 16%-ը։ Եվ մի տարի հետո դարձավ 39, եւս մի տարի հետո դարձավ 41, 44, հիմա հասել է այս տարի եւս $500 միլիոն լրացուցիչ եվրոբոնդեր թողարկելուց հետո 50% անցավ։ Այս բոլորը ոչ միայն մեր վրա է նստում, այլև մեր երեխաների ու թոռների վրա է նստում։ Մենք պիտի վերջապես գիտակցենք, որ կարմիր գիծ կա, որից հետո մենք պիտի ասենք ոչ, պիտի ասենք հերիք եղավ, պետք է ասենք, որ հենց հիմա դադարում եք ձեր վաճառախմբին վերցնում եք եւ ռադ եք լինում մեր երկրից։ Որն է այդ կարմիր գիծը, երբ պիտի ասենք դա։ Ուրեմն ժողովուրդ, շատ եք լսել, այս շարժման անունը 100-ամյակը առանց ռեժիմի։ Ես ուզում եմ երկու խոսք խոսել դրա մասին։ Մեր ոգեկոչումը պատմական այն ողբերգության, որ մեր հետ տեղի ունեցավ 100 տարի առաջ, պիտի լիներ շատ իմաստավոր։ Դուք բոլորդ համոզվել եք, որ այս 100-ամյակը ընդամենը ծառայում է շոու բիզնեսին։ Մեծ շոու է արվում, ամբողջ աշխարհի ցույց ենք տալիս, որ 100 տարի առաջ շատ մեծ ցավ, շատ մեծ կորուստ ենք ունեցել։ Իսկապես այդպես է։ Մենք պիտի ոգեկոչենք մեր ցավն ու կորուստը։ Մենք պիտի տեր լինենք, պահանջատեր լինենք։ Եվ ոչ ոք այստեղ կասկած չունի, որ հիմնադիր խորհրդարանը եւ այս ամբողջ շարժումը մեր ժողովրդի հետ միասնական այդ ոգեկոչմանը մասնակցում է։ Եվ մասնակցելու է։ Հարց. իսկ ուրիշ ինչ պիտի ոգեկոչենք։ Մենակ ցավն ու կորուստը, թե մեր ամբողջ գիտակցությունը պիտի գաղութացնեն այդ ցավով ու կորստով։ Արդյոք մենք չպիտի հիշենք, որ 15 թվին անգամ մեր ժողովուրդը պայքարել է, ոչխարի նման չի մորթվել միայն, այլ պայքար է մղել բազմաթիվ քաղաքներում, իր մեջի դավաճաններին տարիներ հետո բոլորին ոչնչացրել է, որոնք 15 թվականին մատնությամբ էին զբաղվում։ Մեր այդ նույն ժողովուրդը 50-ամյակին հավաքվել էր եւ ինչ էր երգում, հիշում եք, ուր է իր Աստված, այսինքն վճռական մենակի նման խոսում էր Աստծու հետ, ինքը գիտեր, որ իր ձայնը ուղիղ Աստծուն պիտի ուղղի, ուրիշ ոչ մեկին, ոչ մի երաշխավոր երբեք չի եղել, ոչ 15 թվին, ոչ 15 թվից հետո, ոչ դրանից հետո, որը երաշխավորել է մեր անվտանգությունը։ Մենք, մեր ժողովուրդն է ապահովել, դաշնակիցները հետո են հայտնվում, երբ որ դու պատրաստ ես կանգնել։ Այստեղ Շիրակի դաշտում, Սառնախբյուր գյուղում թուրքերը 18 թվականին կանգնեցվեցին։ Ես ուզում եմ հիշացնել բոլորիդ, որ Սառնախբյուր գյուղի այդ բնակչությունն էր, որ նորից կանգնեց եւ թույլ չտվեց, ժամանակ տվեց, ասեց, եթե 48 ժամում չազատեք մեր երիտասարդին, մենք ճանապարհները փակելու ենք։ Այդ ընդվզումը, այդ անհնազանդությունն էր, որ ստիպեց, որ այդ երիտասարդին ազատեն։ Մենք այդ ոգին ունենք, Շիրակում էլ ունենք, Երևանում էլ ունենք, Արցախում էլ ունենք, ամենտեղ ունենք, մեր մեջ նստած քնած
անհնազանդության ոգին է։ Մենք այդ կոչ ենք անում այդ անհնազանդության ոգուն, որ ապրիլ 24-ին բոլոր մեր ցավի կորուստի ոգեկոչումներից հետո մենք ոգեկոչում ենք մեր պայքարի ոգին։ Մենք բոլորիդ կանչում ենք ապրիլ 24-ին Երևան, որ դուք բոլորդ մասնակցեք այդ ոգեկոչմանը։ Դա լինելու է խաղաղ անհնազանդության սկիզբ։ Մեր ամբողջ ժողովուրդը սկսելու է միանալ մեզ։ Ես հավատացնում եմ ձեզ, կարևոր չի քանի հոգով ենք սկսելու։ Մեր ժողովուրդը միանալու է մեզ։ Դուք կհամոզվեք դրանում։ Չկա, չի եղել այնպիսի մի դժբախտություն, այնպիսի վհատություն, որից մեր ժողովուրդը դուրս եկած չլինի։ Եվ թռիչքներով է դուրս եկել։ Դարերի ընթացքում վերիվայրումներ է ունեցել։ Մի հավատացեք բոլոր այն մարգարեներին, սուտ մարգարեներին, որ ասում են սա է վերջը, սա մեր ժողովրդի վերջն է։ Մեր հազարամյա ժողովուրդը շատ ավելի մեծ դժբախտությունների է հանդիպել եւ պատվով դուրս է եկել։ Ինչպես կարող ենք մենք այդ սկերտ մարգարեներին հավատալ, ինչպես կարող ենք կերտ բարեպաշտներին հավատալ, որ ապրիլի 24-ը հայրենասիրական անմոռուկային միջոցառումների են վերածում։ Եվ իրենց դրանով շնորհում են անձեռնում խելիություն, ասում են ինչպես կարող եք դուք ապրիլի 24-ին ռեժիմի մասին խոսել, ինչպես կարող ենք մենք արդարության մասին խոսել ապրիլի 24-ին, պահանջել աշխարհից արդարություն, իսկ մեր տանը արդարություն պահանջելու իրավունք չունենանք։ Այս ինչ գաղութացում է մեր մտքի, այս ոնց են փորձում մեր ուղեղը ուտել։ Չի լինելու դա։ Մեր ժողովուրդը ամբողջ ժողովուրդ է եղել, միշտ իր պատմության ընթացքում, ունեցել է վայրեջքներ, բայց կարողացել է միշտ ոտքի կանգնել, ծնկի իջած վիճակից նորից ոտքի է կանգնել եւ նորից ոտքի է կանգնելու։ Ապրիլի 24-ին բոլորը դեպի Երևան։ Կոչ եմ անում այս հրապարակում շրջող հատուկ կենտ ոստիկաններին ապահովել կարգ ու կանոնը տարածքում եւ թույլ չտալ երիտասարդ սազիչներին խափանել միջոցառումը։ Այնպես արեք, որ հետագայում իրար աչքերի մեջ կարողանանք նայել, պարոն ոստիկաններ, օրենքը պետք է աշխատի բոլորի համար հավասարապես։ Չանեք դուք, կանենք մենք, պատասխանատվությունը կընկնի ձեզ վրա։ Հաջորդ բանախոսը ներողություն, պաշտոնաթող չէ։ Չնայած արդեն պաշտոնաթող է։ Բայստազորի գնդապետ, իրավաբան, հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյան։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Որևէ ողջամիտ հայ մարդ, Հայաստանի քաղաքացի չի ժխտի այն միտքը, որ մենք ազգային պետություն չունենք։ Չի ժխտի այն միտքը, որ մեր պետություն կոչվածը թեև հայի անուն է կրում, բայց հայի դեմ է աշխատում։ Որ թեպետ իրավական ու սոցիալական է կոչվում, բայց հակամարտկային է, ու հակաիրավական ու հակաօրինական։ Ոչ մեկը դա չի ժխտում, եթե ողջամիտ է ու ազնիվ։ Եթե այս ռեժիմի շահառուն չէ։ Հիմա խոսվեց այստեղ գործի մասին եւ ես նույնպես գործնական բանի մասին եմ խոսելու։ Ասվեց արդեն, որ հիմնադիր խորհրդարանը ձևավորվել է։ Ինչ է հիմնադիր խորհրդարանը։ Հիմնադիր խորհրդարանը կոչված է ներկայացնելու հայ ժողովրդի կամքը։ Մենք պայմանագրեր ենք կնքելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, եւ երբ մենք կունենանք ընդրական ցուցակներում գրանցված քաղաքացիների առնվազն քառորդ մասի հետ կնքած պայմանագրեր, հիմնադիր խորհրդարանը սահմանադրական իրավունքի ուժով կդառնա բարձրագույն լեգիտիմ ներկայացուցչական մարմին։ Դրան զուգահեռ խոսվեց այստեղ նաև այն մասին, որ կա մեկ ուրիշ գործընթաց, դա հարյուրամյակ առանց ռեժիմի շարժման միջոցով ապազգային եւ հանցավոր ռեժիմին ապրիլի 24-ին սկսվող քաղաքացիական աննազանդության քայլերով հեռացնելու գործընթացն է։ Ուրեմն այս երկու զուգահեռ գործընթացները ապահովելու են անցումը այս ապազգային հանցավոր համակարգից, այս հակահայ պետությունից
դեպի հայկական պետություն, դեպի ազգային ու մարդկային դիմագծով պետություն։ Դրա համար 2 տարի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի հիմնադիր խորհրդարանը կարողանա երկիրը մաքրել ավելի քան 2 տասնամյակ կուտակված կեղտից, քաղաքական կուսակցությունների վերնախավերից, ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներից, դրանց շահառուներից եւ բոլոր այն կեղտոտ, հանցավոր, ապազգային ու հակամարտկային երևույթներից, որոնք կան անգամ հակամշակույթի ձևով մեր մեջ ներարկված մեր առօրյա կյանքում։ Այդ պատճառով հիմնադիր խորհրդարանը մշակել է եւ մեր ժողովրդին ներկայացնում է պայմանագիր։ Պայմանագիրը ըստ էության դաշինք է ժողովրդի եւ հիմնադիր խորհրդարանի միջև, որի պայմանների համաձայն ժողովուրդը պահանջատեր է, իսկ հիմնադիր խորհրդարանը ծառայող եւ կատարող։ Այդ դաշինքի, այդ պայմանագրի համաձայն հիմնադիր խորհրդարանը պարտավորվում է ռեժիմին հեռացնելուց հետո կատարել արդեն ասացի թվարկածս գործողությունները, ժողովրդից թալանվածը վերադարձնել ժողովրդին, գաղտնազերծել անվտանգության մարմինների անպատասխան արխիվները, բացահայտել այսքան ժամանակ օտար պետություններին ծառայած գործակալներին եւ ներկայացնել նրանց ժողովրդին, ժողովրդի դեմ աշխատած բոլոր մարդկանց եւ գործիչներին ցմահ արգելելով այլևս զբաղվել քաղաքականությամբ եւ զբաղեցնել պետական պաշտոններ։ Արմատական փոփոխություններ են լինելու, հարգելի ժողովուրդ, եւ այդ փոփոխությունները առանց դրանց, առանց օտարից կախվածների կներեք պորտալարերը կտրելու, մենք ոչ միտեղ չենք կարող գնալ, մնալու ենք այս վիճակի մեջ։ Ինչու մենք հայտնվեցինք այս վիճակի մեջ, որովհետև խորհրդային գաղութատիրությունից դուրս գալով մենք չմաքրվեցինք, մենք չզատվեցինք այդ հակահայկական համակարգից։ Մենք մնացինք դրա մեջ, դրա պաշտոնյաները մնացին, վերադարձան, սերտաճեցին նորորյա սրիկաների հետ եւ ձևավորեցին քաղաքական գործակալների այն թիմը, որ այսօր իդեմս ռեժիմի եւ կուսակցապետերի ու դրանց շահառուների կառավարում է մեր երկիրը։ Ուրեմն պետք է դրանցից ձերբազատվենք։ Անցումային փուլի ընթացքում, այդ 2 տարվա ընթացքում հիմնադիր խորհրդարանը իր նշանակած անցումային կառավարության հետ միասին իրականացնելու է այդ միջոցառումները։ Մենք լրիվ ուրիշ պետություն ենք ունենալու, նոր որակի ազգային եւ մարդկային դիմագծով պետություն։ Պայմանագիրը, որը մենք առաջարկում ենք ընկել, ըստ էության ժամանակավոր սահմանադրություն է։ Պայմանագրի համաձայն գործող սահմանադրության պետական կառավարման համակարգին վերաբերող մասը ուժը կորցնելու է։ Ուժի մեջ է մնալու միայն սահմանադրության նախաբանը, առաջին եւ երկրորդ գլուխները, այսինքն սահմանադրական հիմունքները, պետականության հիմնադրույթները եւ մարդու իրավունքների հիմնարար ազատությունների մասին գլուխը, երկրորդ գլուխը։ Պետությունը կառավարվելու է այլ եղանակով, այլ կերպ։ Նախագահի ինստիտուտ չի լինելու։ Նախագահի լիազորությունները սահմանադրությամբ նախատեսված բաշխվելու են հիմնադիր խորհրդարանի նախագահության, նախագահի եւ անցումային կառավարության վրա։ Ունենալու ենք ընդամենը 7 նախարարություն։ Այսօրվա ընդամենը 2 միլիոնանոց երկրում 19 նախարարությունը եւ կառավարության առընթեր 6 մարմինները, որոնք ըստ էության էլի նախարարություններ են, շատ մեծ շռայլություն են մեր համար։ Առհասարակ գիտական կառավարման էլեմենտ է մտցվելու պետության մեջ։ Պետությունը կառավարվելու է գիտականորեն, այսօրվա ապարատը օպտիմալացվելու է եւ լավագույններն են մնալու եւ ծառայելու են իրենց ժողովրդին։ Այդ պայմանագիրը, որ առաջարկում ենք ձեզ կնքելու, որ 2 տարվա ընթացքում հիմնադիր խորհրդարանը պիտի կարողանա երկիրը այս վիճակից դնել այնպիսի ռեսուրսների վրա, որ կարողանան գնալ դեպի նոր որակի պետություն, որ կարողանանք միավորել Արցախը, Նախիջևանի նկատմամբ հաստատել հայկական վերահսկողություն, կարողանանք իրականում սկսել վերացնել ցեղասպանության հետևանքները եւ կարողանանք ոտք դնել հայրենատիրության եւ հայահավաքի ճանապարհին, այս ամենը անելու համար անհրաժեշտ է
քաղաքացիների կամքը, քաղաքացիների ցանկությունը միանալ այս պայմանագրին, ստորագրել այս պայմանագիրը եւ լիազորել հիմնադիր խորհրդարանին եւ չենք մոռանում այն երկրորդ զուգահեռ գործընթացը ապրիլի 24-ից սկսած համաժողովրդական մասշտաբով ոտքի կանգնել, միակամ լինել, կազմակերպվել, գալ Երևան, իսկ եթե ոչ, ապա նաեւ տեղերում կազմակերպվել եւ սկսել քաղաքացիական անազանդության այն քայլերը, որոնք կներկայացվեն մեր ժողովրդին։ Եթե հանկարծ ռեժիմը փորձի մարտի 1-յան սցենարով ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, ապա ժողովուրդը իրավունք ունի եւ անգամ պարտավոր է կիրառելու ինքնապաշտպանության եւ ապստամբության սրբազան իր իրավունքը։ Ժողովուրդը պարտավոր է պաշտպանել ինքն իրեն եւ եթե հանկարծ ապազգային ու հանցավոր ռեժիմի հրամանով փորձ արվի ժողովրդի վրա ձեռք բարձրացնելու, ժողովուրդը պետք է ընդվզի եւ ոտնատակ անի բոլոր նրանց, ովքեր կփորձեն ուժով խոսել ժողովրդի հետ։ Գերագույն իշխանությունը ժողովրդի կամքն է եւ ժողովուրդը պարտադրելու է այդ կամքը, պարտադրելու է ամեն եղանակով։ Եթե այսօրվա ռեժիմը ուզում է ստանալ ներքին սարդարապատ, ժողովուրդը իրեն ցույց կտա, թե ինչպես է լինում ներքին սարդարապատը։ Այդ ժամանակ իրենք արդեն կփոշմանեն, բայց ուշ կլինի։ Դրա համար մենք հորդորում ենք խաղաղ հնազանդվել ժողովրդի կամքին։ Սա միանգամայն իրավաչափ եւ սահմանադրական գործընթաց է։ Ես կուզեի նաեւ երկու խոսք փոխանցել մեր մարտական ընկերոջից, մեր գործընկերոջից Վալոդիա Ավետիսյանից, որ խնդրել է իր անունից դիմել ձեզ։ Հիշում եք 13 թվականի մայիսի 9-ը այստեղ ելույթ ունեցավ ձեր առաջ։ Եվ գիտեք, որ նրանք այս մեղադրանքով կալանավորել են։ Եվ նա հիմա գտնվում է ազատազրկման վայրում։ Վալոդիա Ավետիսյանը կոչ է անում ձեզ, սիրելի ժողովուրդ, համախումբ լինել, կազմակերպված լինել, կանգնել Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած շարժման կողքին, դառնալ մասնակից, զինվորագրվել, նրա ղեկավարած նաև քաղաքացիական բանակին, որպեսզի մենք կարողանանք կարգ ու կանոն ապահովել աննազանդության գործողությունների ժամանակ։ Գաղտնիք չէ, որ սադրանքներ են լինելու։ Մենք պետք է կարողանանք մեր միջոցներով, չկա ոստիկանություն, դա գիտեք դուք, այսօր էլ տեսակ։ Պետք է կարողանանք մեր միջոցներով կարգ ու կանոն ապահովել։ Պետությունը մենք ենք, ժողովուրդն է պետությունը։ Պետությունը, ես 2 տարի առաջ այստեղ ասել եմ այդ միտքը, ժողովրդի գործիքն է իր շահերը իրացնելու նպատակով։ Այս պետությունը մեր ժողովրդի գործիքը չէ, դա օտարի գործիքն է տեղական խամաճիկների ձեռքով մեզ սպիտակ ցեղասպանության ենթարկելու համար։ Ուրեմն մենք պետք է խլենք այդ գործիքը Գեղեցիկի ձեռքից եւ օգտագործենք մեր նպատակների համար։ Այդ նույն կոչն է անում ձեզ նաեւ Վալոդիա Ավետիսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք Երևանում ապրիլի 24-ին։ Խոստալը ես ուզում եմ խոսքս ուղղել բոլոր նրանց պետք է նայի վերջո գալու է եւ հատուցման ժամանակը անշուշտ գալու է, թող ոչ ոք դրա վրա չկասկածի եւ դա կլինի լավագույնը, եթե գա այդ հատուցման ժամանակը հենց իրենց համար, որտեղ Աստված շանի գա ինքնադատաստանի ժամանակը։ Ինքնադատաստանի ժամանակ ժողովրդի ցասումից ոչ ոք չի կարող խուսափել։ Ես չեմ ուզում ասեմ, որ դա իրենց համար կլինի լավագույն պատիժը, բայց դա չի բացառվում։ Այնպես որ ինչ կանեք, չեք անի, չմոռանաք, որ վաղը, մյուս օրը ամեն ինչ փոխվելու է, կամա թե ակամա։ Հաջորդ բանախոսը, որ հիմա պետք է ներկայացնեմ, ես ինչ-որ տարօրինակ ակտիվություն եմ տեսնում ունդեղ եւ չեմ տեսնում ոստիկաններին։ Ուր եք դուք ոստիկաններ։ Ոստիկաններ, դուք չկայիք հունվարի 14-ին, դուք չկայիք հունվարի 15-ին, մեկ էլ ծլեցիք Հյուպատոսարանի ճանապարհին, զինված, ում դեմ։ Կարգ հաստատեք այստեղ։ Ոստիկաններ, հեռացեք։ Դուք դեկորացիա չեք այս հրապարակում, անցեք ձեր գործառույթներին։
Հաջորդ բանախոսը, որ այստեղ կհրավիրենք, այն եզակի մարդկանցից էր, ով հավատում էր, որ որակն է փոխելու պատմության անիվը։ Որակի հետևից են գնում մարդիկ, ով հավատաց հայի տեսակին, հավատաց իր ուժին, և չընկճվեց դիմացը տեսնելով տասնյակ ավելի հակառակորդ թշնամի, թեկուզ միջև ատամները զինված։ Խոսքս փոխանցում եմ Արցախյան հերոսամարտի հերոս Պավլիկ Մանուկյանին։ Իմ սիրելի գյումրեցիներ, ես ձեզ տեսել եմ 88-ին, ես եղել եմ մանկավարժական ինստիտուտի մոտ, ես տեսել եմ, թե դուք ինչպես եք ձեր մեռելը գտնում և ուրախանում։ Ես որ այդ տան կարծացած սիրտ ունեմ, ձեր սրտից եմ շատ փոքր։ Ես տեսել եմ, թե թերերով ու արմատներով եք կապված, ձեր անցյալին և ինչքան եք գուրգուրում ձեր գալիքը։ Երբեմնի զորությունները, որ 20 տարուց ավել, մոտ 30 տարի աղետի գոտի պահեցին այստեղ, այդ աղետը պայթելու են մի օր, այս աղետաբերների գլխին։ Այս իշխանությունները, այս մտավոր գիգանտի հետ ճիշտ չվարվեցին և նրանց գլխին բաբելական կրակներ միջոցով ձեր ձեռքերով պիտի թափվեր։ Իսկ այն երևելի և աներևույթ թշնամիները, որով այստեղ շրջապատված են, ես ընդամենը ուզում եմ հիշեցնել ձեզ, դուք որ ծնվել եք ու լույս աշխարհ եք եկել Վարպետաց քաղաքում, ձեր ծնողները ձեզ երազել են տեսնել, որ ձեր բարի համբավը ձեր աշխատավարձից առաջ տուն գա, ես իմ չեք անում։ Գնացեք տուն այսօր հայելու մեջ նայեք ինքներդ ձեզ, քանի երիտասարդի հոգի եք պղծել, շեղել, երևելի և աներևույթ հանցագործներ լցրել, այսօր հայելու մեջ մաքրվեք, երազեք նայել այնպես ժողովրդին, ինչպես հայելին կնայեց ձեզ։ Այս ժողովրդի զավակը լինելու համար առնվազն նրա տառապանքը պիտի զգալ և ապրել։ Այսօր եկել են կանգնել ոչ թե ձեր կողքին, այլ ձեր առջևում, ձեր հետ միասին։ Բազմաթիվ անգամ գրողներ են գնացել, Ժիրայ Սեֆիլյանի հրամանատարությամբ բազմաթիվ բարձունքներ են գրավել։ Այս բարձունքը գրավելու ժողովուրդ։ Այս բարձունքը գրավելուց, եթե կգնենք, մեր մարմինը ձեր ոտքերի տակ որպես կամուրջ, դեպի հաղթանակի, Գյումրի։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հավաքվածներին, որ պայմանագիր կարող են կնքել լրացում որպես պայմանագիր կնքելու համար քաղաքացիները կարող են դիմել մեր գրասենյակ Գյումրիում տեղակայված Շիրակացի 175 հասցեում, դա 5 քաղաքապետարանի դիմաց։ Եթե բերման չերկացեք, ենթարկեցիք այդ լակոտների ոստիկաններ պատասխանատուն դուք եք։ Տղաներին, մեր տղաներին խնդրում ենք վերադառնալ, մի տրվեք սադրանքների, բոլորը վերադառնեք, հետեք եք, մերոնք բոլորը հետեք եք, հետեք եք, խնդրում ենք, պահանջում ենք, հետեք գալի բոլորը, Հետ գնացեք մինը կար։ Գնացեք ետ։
այս ոստիկանների աշխատանքը։ Հանգստացեք, հանգստացեք։ Իհարկե զարգետները չեն սեղդ, այ մաս։ Պետք մենք համոզված ենք։ Ես փորձեմ արագ այսօր իմ խոսքը ասել։ Ուրեմն մեր գլխավոր նպատակն է օր առաջ մեր երկրում ձևավորելու յուրային պետություն, սեփական իշխանություն, մի իշխանություն, որը միայն ու միայն պիտի ծառայի մեր ժողովրդին։ Ուրեմն 91 թվականից սկսյալ մեզ հնարավորություն է ընձեռվել ստեղծելու անկախ պետություն, այսինքն ինքնիշխան պետություն, սակայն բոլորս ականատես եղանք այս 20-25 տարիների ընթացքում, թե ինչպես օր-օրի մենք գործնում ենք մեր ինքնիշխանությունը։ Այսօր արդեն մենք հասել ենք եզրագծին, մի եզրակից, որից այն կողմ արդեն մենք ամբողջությամբ գործնելու ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը։ Մեզ ուզում են վերադարձնել 1920 թիվ։ Այսօր ամեն ինչ իրենցով անելով, պետական բոլոր հաստատությունները բերելով ընդամենը ձևի մեջ և զուրկ պետական բովանդակությունից մի հաստատություն է մնացել, որի վրա կարելի է հույսեր պայպայել։ Դա մեր բանակն է։ Միակ հաստատությունը, որ մնացել է, որը կարող է մեր ինքնիշխանության դեր կանգնել, դա հայկական բանակն է, դա հայոց բանակն է։ Եվ պատահական չէ, որ այսօր մեր բանակը հարվածներ է ստանում։ Վերջին մեկ տարվա ընթացքում, իմասնավոր է անցած ամառվանից սկսյալ, մենք ականատեսն ենք սահմանում, ինչպիսի ակտիվություն է ցուցաբերում հակառակորդը, ինչպիսի լկտիություն է ցուցաբերում հակառակորդը, շաբաթ չի լինում, որ մենք չենք լսում մեր զոհերի մասին, մեր գորուստների մասին։ Այդ ամբողջը, այդ բոլորը պետք չէ դիտարկել որպես սոսկ մեր երկրի վրա հարձակում, սահմանային ինչ-որ խախտում, այլ դա պետք է դիտարկել ուղղակի հարված մեր բանակին, խնդիր է տրված բարոյալքելու բանակը, խնդիր է տրված թույլատնելու մեր միակ երաշխիքը, հայկական բանակը։ Ուստի առաջիկա ժամանակահատվածում մեր ժողովրդի միակ դաշնակիցը կարող է լինի մեր բանակը։ Այսօր մենք ենք, մեր ժողովուրդն է, կանգնած ենք այս ռեժիմի առաջ, գա գեղձ քաղաքական դաշտ, մի դաշտ, որ ամբողջությամբ վերահսկելի է գործող խանի կողմից։ Առիթից օգտվելով ես ուզում եմ հիշեցնել բանակում ծառայող պատասխանատու մեր ընկերներին, մեր զինակիցներին, մեր հայրենակիցներին, որ բահը մոտենում է, երբ մեր ժողովուրդը իր կամքը բարդացրելու է այս ռեժիմին, եւ այդ օրերին բանակը պետք է լինի ժողովրդի կողքին, որին ես չեմ կասկածում։ Ինչպես ասեցի, քաղաքական դաշտ կոչեցյալը ամբողջությամբ վերահսկելի է եւ որևէ հույս պայպայել, որևէ կուսակցության անիմաստ եմ համարում։ Ժողովուրդ, այստեղ մենք անհատական որևէ հակառակորդներ չունենք այդ դաշտում, սակայն բոլորս պիտի գիտակցենք, որ Հայաստանում այդպես էլ կուսակցություններ չկայացան, այսինքն այսօրվա բռնատիրական ռեժիմը թույլ չի տվել, որ Հայաստանում կուսակցություն կայանա եւ մինչև այն ժամանակ, որ այս ռեժիմն է շարունակում շնչել, խոսել կուսակցությունների միջոցով որևէ արդյունքի հասնել, առավել եւս
ընդրությունների միջոցով որևէ փոփոխության հասնել, կարծում եմ, որ մեծ միամտություն կլինի բոլորիս կողմից։ Այստեղ մեկը կա, որ հավատում է, որ մեր երկրում հնարավոր է փոփոխության հասնել ընդրությունների միջոցով, կա։ Ոստի այն մարդիկ, այն ուժերը, որոնք ասում են, որ պետք է պատրաստվենք 17 թվի ընդրություններին կամ 18 թվի ընդրություններին, մեծ հաշվով ոչ մի բանով չեն տարբերվում այս ռեժիմից։ Վերջ կուսակցականությանը, վերջ թայֆաբազությանը, ժամանակ եկել է համախմբվելու ժողովրդի հետ, լինելու ժողովրդի կողքին։ Մենք ժամանակ չունենք։ Երբ մենք ասում ենք ժամանակ չունենք, բադահական չէ, որ այդ շեշտադրումը կատարում ենք։ Բոլորը տեսնում եք ինչպիսի առնական վիճակում է մեր երկիրը, ինչպիսի տեմպերով է դատարկվում մեր երկիրը։ Այնինչ մենք ուզում ենք անենք ապրիլ 24-ից սկսյալ, դա մեզ չի հաջողվելու անել մի տարի, երկու տարի հետո դրանում վստահ եղեք։ Մենք հասել ենք այնպիսի մի եզրակցի, որ դրանից այն կողմ այլևս որևէ ռեսուրս մենք չենք ունենալու։ Սա մեր միակ առիթն է լինելու այս անիվը հակառակ ուղղությամբ շուրդալու։ Ես չեմ կասկածում մեր հաջողությանը։ Ուրեմն ինչու ապրիլի 24-ին մենք որոշել ենք մեր ժողովրդին հրավիրել փողոց։ Շատեր դարակուսում են այդ թվականի հետ կապված, այդ օրի հետ կապված։ Այս մասին թե ինչու կարելի է երկար խոսել։ Սակայն կուզեի առանձնացնել գլխավորապես մեկ-երկու միտք։ Նախ ասելու, որ այդ օրը անկախ մեզնից մենք հայերս ներքուստ հոգեպես միավորվում ենք, որը շատ անհրաժեշտ է մեզ այս օրերին։ Մենք բոլորս ականատեսն ենք այս տարիների ընթացքում, թե մենք իրարից ինչպես հեռացել ենք։ Այդ օրը միավորման օր է։ Մեր հոգիներում, մեր մտքերում այդ միավորումը տեղի է ունենում։ Մենք հիշելով ողբերգությունը լրջանում ենք, անկախ մեզնից մեր մարմինը շարժվում է, այդ օրը տարբեր ուղղություններով քայլ կատարելով, անկախ մեզնից մեր հոգիները շարժվում են։ Ուստի այդ առիթը, այդ շարժվելու ալիքը մենք չենք կարող բաց թողնել։ Առաջին հերթին դա, երկրորդ կարևորագույն հանգամանքը հետևյալը, որ ինչ է ապրիլ 24, գլխավոր խորհուրդը որն է ապրիլ 24-ի, որն էր պատճառը, որ մենք հայերս ենթարկվեցինք ցեղասպանության։ Առանց շատ երկարելու, կարճ փորձելով պատասխանել, գալիս ենք հետևյալ եզրակացության։ Մենք չունեինք պետական կազմակերպվածք, մենք չունեինք պետություն, պետականություն։ Գլխավոր պատճառը սա է եղել, այլ ոչ թե այս կամ այն գայսրությունը։ Գլխավոր մեղավորը մենք ենք եղել։ Ուստի ժամանակ եկել է այդ պատճառը ընդմիշտ վերացնելու, ապրիլի 24-ը դարձնելով ոչ միայն պայքարի օր, այլ նաև պետականության պահպանման օր։ Ուստի 24-ին սկսվելիք մեր կողմից գործընթացը գլխավորապես ունի իր մեջ այդ նպատակը։ Այդ օրը մենք հրավիրում ենք մեր ժողովրդին փողոց, բնականաբար սկսնական ժամանակահատվածում գալու են այն հատվածը, որը առաջի հարվածը պատրաստ է ընդունելու իր վրա։ Միջի այլոց նաև առիթից օգտվելով ասեմ, որ մենք այդ օրը չենք պատրաստվում հանրապետության որևէ տարածքում, առավել ևս Երևանում, արգա նախորոք որոշված որևէ միջոցառում խանգարելու, ընդհակառակը դրանց մի քանիսի մենք նույնպես մասնակցելու ենք։ Ընդամենը այդ միջոցառումներից հետո այդ օրվա գլխավոր խորհուրդը կյանքի գոչելուց հետո մենք սկսելու ենք մոբիլիզացիան։ Ինչպես ասեցի, սկզբնական ժամանակահատվածում կլինեն առաջամարտիկները,
որոնք իրենց համարությամբ կստիպեն, վստահ եմ ես, հավաքելու մնացյալ մեր ժողովրդին։ Մենք փոփոխությունը երկար շաբաթների մեջ չենք տեսնում, ընդամենը հնարավոր է տևել մի քանի օր, սակայն շատ կարևոր է, որ այդ օրերին մեր ժողովուրդը, մեր խոսքը հնարավորինս լսի։ Այդ օրերին մենք բաղագծերը կփացենք, թե ինչ միջոցով ենք վերջ-վերջո բարդատրելու։ Մենք այն միամիտները չենք, որ այսօրվանից երբ սկսել են քաղաքացիական անհնազանդության կոնտեքստում դարաբնույթ բոյկոտներ անելով հեռացնենք այս ռեժիմին։ Ոչ, այդ բոյկոտները ընդամենը ծառայելու է մեզ ավելի համախմբելու։ Սակայն վերջ-վերջո ժողովուրդը պիտի իր խոսքը ասի, իր կամքը պիտի բարդատրի, դա իր իրավունքն է։ Այս գիտակցությունը պիտի քերիշխի 24-ից սկսյալ։ Այդ օրերին հակառակորդի ձեռքերը հնարավորինս կապված է լինելու։ Մենք գիտենք ինչպիսի վայրակ հակառակորդի հետ գործ ունենք։ Մենք գիտենք, որ այս ադմինիստրացիան ըստ էության հայկական վարչակազմ չէ, սա օդարածին է։ Ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ, ոչ անցյալի, ոչ ներկայի, առավել ևս հավաքայի։ Ամփոփելով խոսքս ասեմ, որ 24-ից սկսյալ մենք մեր հույսը դնում ենք մեր վրա, նկատի ունեմ մեր ժողովրդի, մենք մեր կողքին, այսպես ասած, օլիգարխներ չունենք, չենք էլ ունենալու, մենք չունենք միլիոններ, որի օգտագործման միջոցով ենք մեր ժողովրդին համախմբելու, ոչ, մենք մեր ժողովրդին մեր խոսքով ենք եւ գործով ենք համախմբելու, եւ այդ մոբիլիզացիան լինելու է կամավոր, ավելին ներկաները իրենք են ծախսելու, իրենք են դալու, այդ օրը մենք չենք պատրաստվում որևէ, այսպես ասած, սնունդի հետ կապված, կազմակերպչական տարբեր տեխնիկական հարցերի հետ կապված մեծ ծախսեր կատարելու։ Այդ օրը մեր ժողովուրդը ինքը իր միջոցներով է հասնելու Երևան, թե միայն Երևանով ենք սահմանափակվելու գուշի մեզ ընթացքը, չի բացառվում, որ հանրապետությունում մի քանի վայրերում միաժամանակ գործընթացը սկսվի, ներառյալ Գյումրիում։ Ես վստահ եմ, որ մեր կողմից բարձրացրած ազգային ազատագրական դրոշի միանալու են գյումրեցիք, դրանում ես չեմ կասկածում, բարբերաբար գյումրեցիք ապացուցել են, որ նրանք պատրաստ են պայքարի, խնդրեմ վերջի ապացույցը մենք ականատես եղանք ընդամենը ամիսներ առաջ, երբ փողոցում հայտնված էր մեր ժողովուրդը զգալի մասով երիտասարդություն, որոնք առաջին հերթին իրենց արժանապատվության դեր կանգնելու համար դուրս էին եկել փողոց։ Քանի արժանապատվությունից խոսացի, հիշեցի ավանդական Գյումրին, հիշեցի այսօրվա վիճակը, Գյումրիի ներքին վիճակը, թե ինչպիսի, այսպես ասած, խմբավորումների բաժանում դեղի ունեցել, ինչպիսի հատվածաբաշխական արժեքներ են այսօր դժբախտաբար իշխում մեր հարազատ քաղաքում, մեր սիրելի քաղաքում, առիթից օգտվելով ես գոչ կանեի այդ խմբավորումներին, մեր հայրենակիցներին, գիտակցելու, որ փակում ենք այլևս հատվածաբաշխական մոտեցումներին, մենք 24-ից հետո մտնում ենք նոր փուլ, որտեղ պետք է քերիշխի առաջին հերթին հայրենիքի շահերը, միայն ու միայն դրանից հետո անհատական եւ խմբակային շահերը։ Ես կուզեի նաեւ առիթից օգտվելով գոչ ուղղել մեր ոստիկանությանը, Շիրակի ոստիկանությանը, կարծում եմ 20 տարվա ընդդիմադիր գործընթացների հետևող մարդիկ նկատած կլինեն նաեւ Շիրակի ոստիկանության առանձնահատկությունը, այն իմաստով, որ ինչ որ չափով ավելի տարբերվում է մնացյալ
ոստիկանական համագարկերից, այն իմաստով, որ ոստիկանությունը այո հասկացել է, որ սովետական միությունը այսօր գոյություն չունի, սակայն այսօր քաղաքական եւ ոստիկանական ղեկավարությունը ճշմարտաբար մինչ օրս չի հասկացել, սակայն ես վստահ եմ մեր Միջուկենայ բարձրաստիճան ոստիկաններ, շարքային ոստիկաններ գիտակցում են, որ շատ լուրջ արժեքային արմատական փոփոխությունների պետք է ընդարգվի այդ համագարկը, շատ լավ գիտակցում են, որ հայ ոստիկանի ցերքին այլևս մահակ պիտի չի լինի, այդ դուբինգան պիտի չի լինի, շատ լավ գիտակցում են, որ այդ դուբինգան ընդամենը կայսերական երևույթ է վախեցնելու, ճնշելու ժողովուրդներին, մեզ այդպիսի երևույթներ մեզ պետք չեն, մենք ընդամենը ապրում ենք մեր դամ մեջ մենք օրինականությունը կհաստատենք առանց ժողովրդին վախեցնելու։ Ես համոզված եմ, որ 24-ից սկսյալ ոստիկանությունը ևս իր մեջ ուժ գտնելու է եւ միանալու է ժողովրդին։ Ողջույն բոլորին, շնորհակալություն։ Ներկայությամբ դանակահարվեց հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը։ Այնքան հապաղեցին հանցավոր անտարբերության ծառայական պարտավորությունների չկատարման պարագայում աչքի առաջ դանակահարվեց մեր պատգամավորը։ Ես կարծում եմ սրա համար դուք պարոնայք ոստիկաններ մանավանդ բարձրաստիճան անձնական պատասխանատվություն պետք է կրեք ու դա պետք է ոչ շուշանա չկրեք այս ռեժիմի օրոք կրելու եք ապագայում։ Ես ավելացնեմ հետևյալը նաև նկատի առնելով, որ այսօր մամուլը մեզ լիարժեք լուսաբանում է, ես մոռացա իմ խոսքի մեջ կազմակերպական նաև մի ինֆորմացիա փոխանցելու, որ մեր ժողովրդին հիմիկվանից կոչ եմ անում պատրաստվելու 24-ից սկսյալ ուսապարգերը պատրաստել, ուսապարգերում մեջ ունենալ առնվազն 3 օրվա 4 սնունդ, ինչպես ասում են սուխ բայոկ, պատրաստվեք ժողովուրդ, հույսը մենք ենք, ոչ մի մեկի վրա մենք հույս տնողը չենք, ես չեմ կասկածում, որ մոբիլիզացիան օրեօր մեծանալու է և հակառակորդին ձունգի ենք բերելու, հաջողություն բոլորիս։ Ձեր վարձկանները Ամերիկայից կանգնած են, ես համայն ուշադրությամբ լսում էի ձեր կոչերը, համայն ուշադրությամբ, բայց այսօրվա դրությամբ դուք գալիս եք Գյումրի, խանգարում եք մարդկանց անդորը, ու ոչ մի բան չեք անում, հայանը ո՞րն է, ուր է ձեր վարձկանները, ուր է ձեր վարձկանները, մեկ խանգարեք Գյումրի անդորը, ամեն վարձկան, Քան են տվել 500 դրամ, թե 1000 դրամ։ 500 ընձի չեն կարող տալ, անդապիվ եղբորն է խմբեմ իքինքի Տիկին ճան, եթե դուք չգայք, մարդիկ ստեղ հանգիստ կստանեն։ Ոստիկանություն այստեղ ենթական սադրիչն է հայտնվել։ Ոստիկանություն այստեղ երթական սադրիչն է Անձրում ենք ապահովել կարգ ու կանոններ, ապահովել, որ մենք կարողանենք սարքավորումները հավաքել և խաղաղ հանգիստ ավարտել հավաքել։ Գյումրեցիների անդորան չի խանգարել, մարդիկ եկեն են հարավարակի, չես ուզեմ ինձ լսել։ Դա կարծիքդ քայլն շնորհքով հայտնե։ Համաձայն չես կարգին հայտնե կարծիքդ, մի արի ուրիշներին բարդանել։ Բա ոնց մի լինի, երբ որ ուղարկված է։ Հա, ուղարկված է։
Մեր բայկարի իմաստներից մեկը նաև այն է, որ մենք պիտի ապացուցենք, որ մեր ժողովուրդը խելքի չէ։ Եվ որոշողը հանցագործները չեն, ովքեր նստած են ազգային ժողովում։ Որոշողը պիտի լինի ժողովուրդը։ Ուրեմն ես ասեցի բեմից, հիմա նորից կրկնում եմ։ Սա ազգային ազգագրական բայկար է։ Չի ասկնային։ Կասկնա, իրան փող չեն տվել, մի րոպե աննա։ Թողեք մենք հարցանք, Աննան դիկրնաց։ Ուրեմն ազգային ժողովում նստած են, ազգային ժողովում հավաքված են մարդիկ, որոնք գերեկել եւ գերեկում են ժողովրդին։ Մենք գերեկողների հետ գործ չունենք։ Ազգային ժողով, երբ ունենք որ ազգային ժողովի մասին է գխոսակ։ Նորմալ ձև է, գաբի։ Նորմալ ձև է։ Երկրորդ կեսից, 24-ից։ Ոդիսնա է։ Ապրի, Սանջան։ Դու հետ չենք զարմանում։ Անյա։ Դա ընդ։ Հանգի։ Միոքի։ Դերել է։ Իսկապես մնացված, բայց բարեփոխանակ չի սպառնում, բայց ես կարծում եմ, որ այս արարքով եւս վիրավորեցին մեր նույնը Գյումրեցին լինելով վիրընկալ, Գյումրեցին միշտ Գյումրեցի չեն։ Հասկանալի է, ուզում ասել, որ ուզում են արժանապատվությունը դրորեն։ Դե մարդիկ կան, բոլոր տեղերում են նման տագանքներ կան։ Այս ռեժիմի բոլոր քայլերի իմաստը գլխավոր այն է, որ պիտի մեր ժողովրդի մեջից արժանապատվությունը հանեն, արժանապատվությունից պիտի զրկվենք։ Սա այն է դա բնտում, բայց ես համոզված եմ, որ հակառակ էֆեկտն է դա։ Գյումրին միշտ իր խոսքը ասել է։ 15-ին թույթերի ժամանակ այդքան ոստիկան լցնել քաղաք ու այսօր ոստիկանների անգործությունը մենք տեսանք փաստորեն, որ իրենք հրապարակում լինելով մարդ են տանակահարում, սա ինչ է նշանակում։ Սա միդումնավոր է, ես վստահ եմ, որ ոստիկանության հատուկ հրահանգ կա, որ ինչ անեն եւ ինչ չանեն։ Ես չեմ ուզում այսօր իրենց մեղադրել, բայց 24-ից հետո եթե իրենք իրենց բաղվածքը չփոխեն, ժողովուրդը իրենց կստիպի, որ փոխեն։ Չկասկածեք։ Ժողովրդից հզոր ուժ չկա, որևէ մեկը թող չկասկածի։ Շնորհակալություն, հաջողություն բոլորիս։